Ծառայության ընթացքում մահացած հայտնաբերված Սմբատ Մհերի Կիրակոսյանը ժամկետային էր, թե պայմանագրային։ Զորամասում, թե դիրքերում է պատահել ողբերգությունը։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն մանրամասներ չեն հայտնում։ Հայլուրի տեղեկություններով Սմբատը ծառայում էր Իջևանի զորամասերից մեկում 19 տարեկան էր։ Ուրբաթ ժամը 16-ի սահմանում է հայտնաբերվել Սմբատ Կիրակոսյանի մարմինը հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեի նախնական տվյալով զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերահսկողության իսպառ բացակայություն, ես ենք ասեմ, ներսում, եւ իրենք քրեական գործերով փորձում են կոծել նաեւ այդ դեպքերը։ Սպանություն թե ինքնասպանություն է կատարվածը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հույս չունի, թե քննությունը կպարզի իրականությունը։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ բանակին առնչվող գործերը ծածկադմփոց են արվում։ Ակնհայտ սպանությունները որակվում են ինքնասպանություններ։ Շատ դեպքերում դատարանները կայացնում են այդ ինքնասպանության որակումները, հաստատում են ու դեպքերը չեն բացահայտվող այսպիսով։ Եթե բացահայտվեն, մեղավորները պատժվեն, այդ դեպքերը չեն լինի մեր բանակում, կնվազեն։ Ես կարող եմ փաստել։ Թվերը նվազում են։ Հոկտեմբերին հանրային հեռուստաընկերության եթերում վստահեցրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հպարտացել, բանակում սպանություններ չեն եղել 2025-ին։ Սպանության դեպք չենք արձանագրել 25 թվականին չենք արձանագրել։ Ըստ Պապիկյանի այս տարի մինչև հոկտեմբեր մահվան 5 դեպք է եղել բանակում։ 25 թվականի ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը առողջական խնդիրների պատճառով եւ մեկը ցավոք ինքնասպանության։ Իրականությանը չեն համապատասխանում պաշտպանության նախարարի տեղեկությունները, համոզված է Ժաննա Ալեքսանյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ամփոփել է 2025-ի առաջին կիսամյակը։ Կես տարում մահվան 15 դեպք արձանագրել։ 3-ը ինքնասպանություն է, 3 զինծառայող մահացել է առողջական խնդիրների, 2-ը դժբախտ պատահարի, 2-ը սպանության, 1-ը ավտովթարի հետևանքով։ 4 զինծառայողի մահվան պատճառը հայտնի չէ։ Քննչական կոմիտեն, թե այս աղմկահարույց գործերով ինչ ապօրինություններ է անում, բացահայտ, ասենք ինչ հույս պետք է ունենանք, որ զինվորական գործերը կարող է բացահայտել։ Իրենք հիմա փակել են բանակը, ամեն կերպ ինֆորմացիան չթողնելով, նախարար Պապիկյանը ընդհանրապես չգիտենք ինչով զբաղված։ Հրդեհի 15 զինվորի դեպքում անգամ չգնացին զորամաս տեսնեին, ինչ ա եղել։ Չգնացին դեպքի վայր, գնացել էին Նիկոլ Փաշինյանի մոտ եւ այդտեղ էին զեկուցում։ Նիկոլ Փաշինյանն է զեկուցում, թե դեպքը ոնց ա եղել։ Առանց գնալու Վարդենից։ Իրավապաշտպանը Ազատի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրեշավոր հրդեհն է հիշում։ Մեկ ամսից կլրանա գործի քննության 3 տարին, իսկ դատավարության վերջը չի երևում։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։